Պարոն Փաշինյան, կառավարությունը արդեն մի քանի աջակցության ծրագիր է առաջարկել արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, բայց այս արտահանման սահմանափակումների ֆոնին մենք ունենք ոչ պակաս կարևոր խնդիր, այսինքն կան ֆերմերներ, տնտեսվարողներ, որոնք այս պահին հայտնի պատճառներով ունենալով մեծ վարկային պարտավորություններ, այս պահին մոտակայում կարճաժամկետում միգուցե չեն կարողանա սպասարկել այդ վարկային պարտավորությունները։ Թերևս իրանք էլ կուզենային իմանալ, որ այս խնդրի հետ մենակ չեն մնացել եւ կա կառավարության աջակցություն այս հարցում։ Ինձ հետաքրքիր է, կառավարությունը արդեն նախատեսել է կամ նախատեսում է ինչ-որ ծրագրեր աջակցության, միգուցե հենց վարկային արձակուրդների տեսքով։ Եթե կա, ապա ինչ ժամանակահատվածի համար է լինելու դա 6 ամիս, մի տարի, միգուցե ավելի շատ ժամանակահատվածի։ Մենք կառավարության այսօր նիստում արդեն այդպիսի որոշում ընդունեցինք։ Այսինքն վարկային պարտավորությունների մասով։ Այսինքն այդ փաթեթը ընդունեցինք, ես էլ կառավարության նիստում հայտարարեցի, ասացի, որ մենք հետազոտում ենք եւ վերլուծում ենք իրավիճակը եւ եթե տեսնենք էլի ուրիշ տեղեր, որ նման որոշումներ անհրաժեշտ է կայացնել օբյեկտիվորեն, կկայացնենք։ Այսօր հենց ձեր ասած որոշումներից է կայացվում։ 6 ամիս։ Այո։ Ես կարծում եմ, որ երկարացնելու անհրաժեշտություն չի լինելու, որովհետև 6 ամիս մենք ապահովում ենք եւ մարդկանց համար շուկաների տեղերը ցույց ենք տալիս եւ պայմաններն է ստեղծել են, որպեսզի գնան իրանց ասում եմ, կայացրել ենք որոշումը, առաջին փաթեթը կայացրել ենք, եթե այսօր կառավարության նիստում ժամուկես առաջ արդեն կաս Գևորգ Պապոյանն է զեկուցում էր հարց, զեկուցվող հարց էր դա։ Եվ եթե կարիք լինի, հետագայում էլ կանենք։ Եվ ես դրան անդրադարձա նաև կառավարության նիստում։ Ժան։ Եվ վերջին հարցն է, պարոն Փաշինյան, այսպես ամփոփելով, եթե ամփոփելու լինենք նաև, առաջիկա ամիսներին որն եք համարում այն առանցքային խնդիրը, որի լուծումը կարող է ամենամեծ ազդեցությունը թողնել Հայաստանի վրա, եւ Փամբակի ողբերգական դեպքին անդրադառնալով քույրերի, արդյոք Հայաստանի տարբեր հատվածներում գետերի, ջրատար խողովակների այդ վտանգավոր հատվածներում գույքագրում իրականացվել է նման ողբերգական դեպքերի կրկնությունը կանխելու համար։ Շնորհակալ։ Բայց ես ինչքան հասկանում եմ, անցումը, որտեղով անցել են երեխաները, այդ նախատեսված չի եղել անցման համար, այսինքն դա էլի ինքնաշխատ եղանակով մարդիկ ուղղակի օգտագործել են մեծ ողբերգություն, այսինքն հիմա գիտեք ինչ, մենք ցավոք դեպք ենք ունեցել, երբ որ երեխան ափից է ընկել ջրի մեջ կամ տարբեր տեղերից, մենք պետք է նայենք ավելի մանրամասն տեղ բան կար, որ պետք էր անել եւ չի արվել։ Հա? Բայց այդ խողովակը ինչ էր ծառայում, մենք տարբեր տեղեր ունենք, հիմա ասենք օրինակ նույն իրավիճակը չի, բայց նույն բանի Արգավանդ գյուղում, չէ, տեսնում եք այդ բաները արգելա, այդ ցանկապատը որ դրած է, մարդիկ տեղ կտրել են, տեղով քայլելով անցնում են։ Աստված չանի, հանկարծ ինչ որ մի հատ դեպք լինի եւ հարց հնչելու եւ լեգիտիմ հարց հնչելու, բա այդ ճանապարհով զբաղվողները ինչ է ցանկապատը ժամանակին չէին վերականգնել, ճիշտ է։ Բայց վերականգնեն համոզված եմ էլ 2 օր հետո էլի նույն պատկերն առնելու։ Այսինքն այսպիսի բաներ կան, որ պետք է ավելի խորը վերլուծության արժանանա եւ հասկանանք ինչ պետք է անեինք, որ չենք արել։ Բայց էլի եմ ասում, որ եթե այս դեպքը չլներ, գնային այդ կտրելու, չէ, ժողովուրդը դիմադրելու էր, չէ, ասելու էր տեղով անցնում դառնում են։ Ինչի եք բան անում, ինչի եք մոնտաժում։ Եվ ցավոք հաճախ է պատահում, որ մի ողբերգությունը նման նոր հետ ենք նայում, ասում ենք, բա ինչի, այս կամ այն որոշումը չի կայացվել, ինչի տեղում այդ բանը տեն չի եղել։ Շնորհակալություն։ Հա, որոշումների հետ կապված մեր նախընտրական ծրագիրը պետք է իրականացնենք եւ կառավարության ծրագիրը պետք է իրականացնենք։ Այդ ծրագրերի իրականացումը բոլոր հարցերի պատասխանը կտա։ Շնորհակալ եմ։